Հիմնական համարը այսօրվան մեր խոսակցությանը էս է։ Հովհաննեսի 20-րդ գլուխ 22-րդ համարը։ Եվ այս ասելուց հետո փչեց նրանց վրա եւ ասաց. ընդունեցեք Սուրբ Հոգին։ Հիսուսը փչում է աշակերտների վրա։ Ես տարիներ առաջ տեսնում էի, որ քարոզիչներ էին գալի եւ որ սկսում են աղոթել, մարդկանց վրա փչում էին։ Բայց այդ փչելը, որ փչում էին, երբեմն այնքան հաճելի չէր։ Կամ սոխ էին կերած, կամ չգիտեմ ինչ վիճակի էր, եւ որ փչում են մարդկանց վրա, մարդիկ ուշքից գնում էին։ Եվ կարծում էին, որ այս մարդի փչելը շատ զորություն ունի, բայց երբեմն նայում ենք, որ այդ փչելը այնքան զորություն չունի։ Բայց հիմա Հիսուսի մասին է խոսքը։ Հիսուսը, որ մեռելներից հարություն առել, փչում է աշակերտներին։ Եվ դրանց ասում է, որ ինչ ելեք, Սուրբ Հոգով լսվեք։ Եվ այսօր ամեն մեկս պետք ունենք այդ զորությանը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարության առած զորությունը այսօր պետք է փչվի մեր մեջ։ Այսօր պետք է մենք պարզ եւ բաց սիրտ ունենանք ընդունելու այդ բանը։ Ուրեմն շատ ուշադրությունով լսենք։ Այս կարճ համարի մեջ ցույց է տրվում մեզի շատ խոր իմաստ ունեցող բաները։ Ցույց է տալիս, թե ինչպես հարություն առած Հիսուսը ինչ է փոխանցում, խաղաղություն է փոխանցում եւ աշակերտներին ուղարկելու համար պատրաստում է եւ ծառայության համար ինչ է տալի, ծառայության համար մարդկանց զորություն է տալի։ Ուրեմն եւ որ Հիսուսը ներկայանում է աշակերտների մոտ, եթե մենք 21-րդ համարը կարդանք, այսպես ասում. խաղաղություն ձեզ։ Աշակերտները Հիսուսի խաչելությունից հետո հрьяաներից վախից իրաց փակ դռների հետևից էին պահում։ Վախից որ չլինի մեզ էլ բռնեն Հիսուսի նման խաչեն։ Այդպեսի մի վիճակ կար եւ աշակերտները վախեցած հավաքված ինչ կլինի մեր ապագան։ Էլ արդեն Հիսուսը գնացել է եւ մենք ոչ ոք չունենք որ մեզ հովանավորի։ Բայց Հիսուսը փակ դռների հետևից ներս է մտնում։ Եվ առաջին բանը որ խոսում է դրանց համար ասում է խաղաղություն ցես։ Մարդի ամենակարևոր բանը որ պետք է այսօր մտածի դրա մասին այդ խաղաղությունն է, peace-ն է, որ մարդ պետք է իր հոգու մեջ ունենա, իր հոգու մեջ զգա։ Եվ Հիսուսը իմանալով այդ բանը, առաջի բանը որ աշակերտներին փոխանցում է ինչ? Փոխանցում է խաղաղություն։ Խաղաղությունը մենք եթե չունենանք, ոչ մի բան չի կարող հավատացյալի կյանքի մեջ անցնել։ Եվ Հիսուսը իմանալով ամենակարևոր բանը մեզ համար ինչ է? Խաղաղություն է։ Ուրեմն Հիսուսը եւ որ հայտնվում է, խաղաղություն է խոսում, տալիս է աշակերտներին այդ պատգամը, որ գնան եւ աշխարհը պետք է գործեն եւ բացի այդ իրենց տալիս է ինչ? Տալիս է զորություն, որտեղ առանց Հիսուս Քրիստոսի զորությունը ով է կարող մի բան անի։ Եվ Հիսուսը այս բանը իմանալով աշակերտներին այդպեսով հանդիպում է եւ փչում է նրանց վրա։ Շարունակության մեջ կասենք, առաջի կետը իմ քարոզինս է սա։ Երբ նա սա ասեց, այս խոսքերը հաջորդում են այն պահին, երբ հարություն առած Հիսուսը հայտնում է իր վախեցած աշակերտներին, նրանք փակված դռների հետևից վախեցած վիճակի մեջ էին։ Եվ Հիսուսը ներս մտնելով իրանց խաղաղություն է տալի։ Հովհաննեսի 14-րդ գլուխ 27-րդ համարում խաղաղություն եմ թողնում ձեզ համար։ Այս մահապ նոր բան չէր, որ Հիսուս Քրիստոսը այդօր աշակերտներին ասեր։ Նախ որ Հիսուսը խաչվեր, նույնիսկ այդ բանի մասին խոսում է Հիսուսը։ Ասում է ես ինչ եմ թողնում ձեզ համար, ես խաղաղություն եմ թողնում ձեզ համար։ Խաղաղություն այսինքն ինչ, քո մեջ ոչ մի կռիվ չկա, քո մեջ ոչ մի ձևի խանգարանք չկա, ալեկոծված վիճակ քո մեջ չկա, որտեղ Հիսուս Քրիստոսի ներկայությունը մեր մեջ է եւ էլ արդեն մենք վստահում ենք ինչ, վստահում ենք 100% Հիսուս Քրիստոսի զորությանը։ Հիսուսը նախքան այդ էլ ասեց, խաղաղություն եմ թողնում ձեզ համար։ Հովհաննեսի 14-րդ գլուխ 27-րդ համարը։ Հովհաննեսի 17-18-ի մեջ խոսում է այսպես. ինչպես դու ինձի ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ Հիսուս Քրիստոսը խոսում է աշակերտների մասին Աստծո հետ, Հայր Աստծո հետ։
եւ ուզում են որ հայր Աստվածը նրան զինավորի եւ ճիշտ կարծես հնցեց պատգամը որ Հիսուսը եկել էր եւ հայր Աստվածը իրան ուղարկել էր հատուկ գործի համար հիմա Հիսուսը աշակերտներին ուղարկում է շատ հետաքրքիր է հնցեց ձևը որ հայր Աստվածը ծրագիր էր տվել Հիսուս Քրիստոսին որ ինքը գար երկրի վրա եւ ծառայեր Աստծո արքայության ծառայությունը այդպեսի Հիսուս Քրիստոսը աշակերտներին ուղարկում է որ նրանք էլ կարողանան ինչ անեն գնան եւ աշխարհը ծառայեն եւ հետաքրքիր ասում են ցե ձևով որ ինձ ես ուղարկում ես հնցե ձևով սրանց ուղարկում եմ տեսեք ինչ զորություն կա այդ մարդկանց համար որ Հիսուս Քրիստոսի մեջ են բնակվում ընդրանք որ պատրաստ են իրանց հոգին պատրաստ են իրանց ամեն էությունը տան Աստծո հետ գործելու համար Աստծո գործը կատարելու համար եւ Հիսուս Քրիստոսի խոսքը մեզ ինչ անում հովանավորում է այդ ձևով որ դու ինձ ուղարկեցիր ես սրանց ուղարկում եմ Հիսուս Քրիստոսը չեկավ տկար մարդկանց նման Հիսուս Քրիստոսը չեկավ վախկոտ մարդկանց նման Հիսուս Քրիստոսը չեկավ որ տկարություն քարոզեր եկավ որ զորություն քարոզեր հենց այդ բանը Հիսուսը այսօր եկեղեցուն պատրաստ է տա Արդյոք մեր սրտերը պատրաստ է այդ բանը ընդունելու համար թե ոչ նա մեզի զորացնում է նա մեզի որոշել է որ ուղարկի նա մեզի ուղարկում է կարևոր բաներ որ մենք այստեղ հասնում ենք կարևոր հերթականությունը որ մենք նայում ենք նախ Հիսուսը խաղաղություն է տալի արդյոք դուք որ Հիսուս Քրիստոսի մեջ եք եւ արդյոք դուք որ կարծում եք քրիստոնյաներ եք ձեր սրտերի մեջ խաղաղություն ունեք թե ոչ եթե խաղաղություն չկա ձեր սրտերի մեջ պետք է այսօր քննենք ինչ բան կա իմ սրտիս մեջ որ Հիսուսից ավելին իմ վրա ինչ է թողնում ազդեցություն է թողնում ինչ բան կա մեր մեջ որ մեզի տանում է հակառակ այն բանին որ Աստված մեզ համար պատրաստել է արդյոք մենք տեղ ենք տվել օտարների մեր կյանքի մեջ արդյոք մեր կյանքի ղեկավարությունը մենք տվել ենք օտար բաների մեջ թե ոչ մի բան ասեմ մի փոք ժպտակ շատ կարծես այսօր տխուր եք դուք ասում են 5 հոգի գալիս են միասին մա տաքսի են առնում հետո ուզում են տաքսիով փող աշխատեն եւ մի քանի ամիս անցնում է չեն կարողանում փող աշխատեն եւ տաքսին ծախում են մեկն ասում է բա ինչու դուք այդքան շուտ ձեր տաքսին ծախակ ասում որովհետեւ մենք միասին ենք վարում ամենաս նստած միասին ենք վարում այդ տաքսին չկարողացանք փող աշխատեինք հիմա մարդը հոգեվոր կյանքի մեջ ունի շատ բաներ իր հետ որ չի կարողանում այդ ունեցածը Հիսուս Քրիստոսի խոստած արքայության համար կարողանա օգտագործել եւ օտար բաները մարդու հետ տանում են իրան եւ ծանրություն է բերում իր կյանքի մեջ եւ այդ ծանրությունը չի թողնում մարդ կարողանա ազատագրված քրիստոնյայի նման ապրի երկու շաբաթ առաջ ժողով որ վերջացավ ստաց ես գնացի օրենսկանտի եւ այդ օրենսկանտիում մենք պարսկախոս եկեղեցի ենք սկսել մի քանի ամիս է մենք աշխատում ենք նա երիտասարդ աղջիկ կա որ ինքը կարծում եմ ամերիկայից էլի վստահ չեմ կարող է մեքսիկացի լինի կամ չգիտեմ էլ սալվադորցի լինի նշանված է մատ պարսիկ տղի հետ եւ ուզում են ամուսնանան իրար հետ բայց այդ աղջիկը դժվարություն ուներ մարմինը շատ տկար այնքան նիհար էր որ կարող եմ ասեմ ամարիա 70 փանդ ավել չի այդքան նիհար մատ աղջիկ տարիներ էր մենակ բժիշկները իրան ասել էին որ դու մենակ պետք է ոչխարի միս ուտես օտար բան դու իրավունք չունես ուտես ինքը չէր կարողանում ոչ մի բան ուտել որտեղ իր մարմինը չէր կարողանում ընդունել այդ ուտելիքը եւ որ գնում էի ուզում էի քարոզը որ այստեղ քարոզել էի այնտեղ քարոզի բայց ընթացքին որ եթում էի աստծո հոգին սկսեց իմ մեջ գործել որ խոսամ ազատագրության մասին խոսամ ազատության մասին շղթաները որ անցյալից մնացել է տրանսկտրելու մասին եւ երբ որ գնացի սկսեցի խոսել այս աղջիկը կամաց զգացի որ խառնվում է սկսավ արտասվել առաջ հետո սկսավ ձայնանել հետո սկսավ բորալ հետո ընկավ գետին եղունգներով գետին տաշում էր եւ այդ դևը դուրս է եկած եւ դևը սկսավ բորալ ես չեմ ուզում սրանից դուրս լինեմ ես պետք է մնամ ստեղ եւ որ մենք իրան յուղով ոտեցինք եւ ձեր դրեցինք դևը դուրս գնաց այս աղջիկը տարիներ էր ուրախություն չուներ
Չէր կարողանում տտաղալ, սկսավ տտաղալ, սկսավ աստուն փառաբանել եւ այդ օրվանից միջով այսօր լավ ուտում է։ 5 տարի, 6 տարի ոչ մի բանի բերան չէր տվել։ Ինչի համար, որտեղ իր մեջ կար բռնված բաներ։ Իր մեջ կար այդ 5 հատ վարորդները, որ իր թաքսին վարում էին։ Մենք էլ ունենք այդ հոգեկան աշխարհի դժվար բաները, որ մեր կյանքի մեջ է եւ մեզի վարում է։ Այսօր պետք է մենք կարողանանք ազատվենք այդ հին բաներից։ Եվ Հիսուսը առաջի բանը, որ տալիս է մեզի խաղաղությունն է, ասում է ես իմ խաղաղությունն եմ թողնում բոլորիդ համար։ Արդյոք վայելում ենք Հիսուսի խաղաղությունը թե ոչ։ Երբեմն մարդկանց տեսնում եմ այնքան ստրեսի մեջ են։ Վաղը ինչ կպատահի ինձ համար։ Չգիտեմ ես ինչ կլինի, այն մյուսը ինչ կլինի։ Եվ երբեմն մեր կոտրված լոդկան ալիքների մեջ գնում է, բայց Հիսուս ուզում է մեզի ազատի, բայց մենք չենք ուզում։ Տանք մեր ղեկը, տանք մեր կյանքի ամբողջ խնդիրները տանք Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Հիսուս Քրիստոսի պատգամը այսօր ամենիդ համար սա է։ Խաղաղությունը ստալիս եմ ձեզ։ Հիսուսի խաղաղությունը վերցրու, Հիսուսի փիսը վերցրու։ Հետո ինչ անում։ Խաղաղությունից հետո առաքինություն է տալի։ Այսինքն ծրագիր է տալի քեզի, այսինքն քեզի ուղարկում է, պատրաստում է, որ մի բան անես։ Մենք առանց խաղաղություն ոչ մի բան չեն կարող Հիսուս Քրիստոսի համար անենք։ Եվ հետո, բացի որ խաղաղություն է տալի, բացի որ մեզ համար ծրագիր է տալի, եւ հետո գալիս է մեզ ինչ անում է, հետո գալիս է մեզ զորացնում է, եւ աշակերտները այդ օր պետք ունեին այդ զորությունը։ Արդեն 3 տարի ու կես լսացել էին այդ ամբողջ ծրագիրը, ունեցել էին Հիսուսի հետ ժամեր, սովորել էին այն բանը, որ Հիսուսի մտածելակերպն էր, Հիսուսի մտքի մեջ էր, բայց հիմա մի բան պակաս էր, այդ զորությունը, բայց Հիսուս Քրիստոսը փչում է նրանց վրա, որ այդ զորությունը վերցնեն։ Արդյոք այսօր պատրաստ են, որ Հիսուսի այդ քամին կամ այս վերջնի թե ոչ։ Հալելույա, մենք պետք է պատրաստվենք այդ բանի համար։ Նույն սկզբունքը տեսնում ենք նաև Մատթեոսի 28-ի 18-ից մինչև 20-րդ համարում, որ Հիսուսը ինչ արավ, Հիսուս աշակերտներին ասավ դուք պետք է գնաք, դուք պետք է սովորեցնեք, դուք պետք է մկրտեք մարդկանց եւ պետք է իրանց սովորեցնեք ինչ բանը որ դուք սովորել եք, իրանք օտարների սովորեցնեն եւ ես ձեզ հետ կլինեմ։ Այսինքն Հիսուս իր ծրագիրը, իր զորությունով նվիրել է ամենին։ Եվ ես ձեզ հետ կլինեմ։ Ինչքան լավ է որ մենք Հիսուսի մեզ հետ ունենանք։ Սուրբ Հոգու գալը եւ մկրտությունը նշանակում է որ Հիսուս Քրիստոսը մեզ հետ լինի։ Ամեն։ Հիսուս Քրիստոսի ներկայությունը հիմա ամեն մեկիս հետ է, եթե մենք հանձնվում ենք նրա մտածելակերպին։ Աստված նա խաղաղացնում է իր ժողովրդին, հետո նրանց նպատակ է տալի եւ վերջում նրանց զորացնում է Սուրբ Հոգովը։ Արդյոք նպատակ ունես Հիսուսի մեջ թե ոչ։ Ինչ նպատակ որ ունենք այնքան կարևոր չի։ Այդ նպատակը որ Հիսուսի մեջ է շատ կարևոր է։ Կարող է մենք այսօր մտածում ենք շատ բաների համար, բայց թողնենք որ Աստծո կամքը ամենից համար լինի։ Ամեն։ Հիսուս աղոթքի մեջ սովորեցրել է, այնպես որ քո կամքն է երկնքում, այնպես էլ լինի երկրի վրա։ Աստծո կամքը մենք պետք է կարողանանք հասկանալ։ Ինչ է ուզում ինքը մեր կյանքի մեջ։ Շատ բաները կարող է մեր մտքի մեջ գալիս է որ մենք ուզում ենք, բայց այդ տարողությունը չունենք, բայց այդ իմաստությունը չունենք եւ այդ զորությունը չունենք։ Բայց այն բանը որ Հիսուս Քրիստոսն է տալի, արդեն իր զորությունը իր հետ գալու է։ Եվ ինքը ասում է, ես ձեզ մենակ չեմ թողնի, միջով աշխարհի վերջը ձեզ հետ կլինեմ, եթե մենք վերցնենք այդ առաքելությունը, այդ գործը, որ Հիսուս Քրիստոսը ամեն մեկիս համար արել է եւ պատրաստել է։ Այս գործունեությունը անմիջապես հիշեցնում է ինչը, եւ որ Հիսուսը փչում է մարդկանց վրա, ուղղակի հիշեցնում է Աստծո խոսքի ամենակարևոր ժամանակը Ծննդոցի 2-րդ գլուխ 7-րդ համարը։ Այնտեղ էլ ասում է որ Աստված ինչ արավ, Աստված մարդու մեջ ինչ փչեց իր հոգին։ Տեր Աստված մարդու գտնածակներին կյանքի շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի դարձավ։ Ինձ համար այսօր այսպեսի ճիշտ կարծես ինձ համար մատ հայտնություն էր։
չեմ ասում որ դուք ընդունեք իմ ասածը հիմա, բայց ինձ համար այսպեսի մի հատ հայտնություն էր։ Նախ որ Աստված փչեր այդ կյանքի հոգին, վստահությամբ կարող եմ մտածեմ ստա մասին, որ Աստված քայլում էր մարդու հետ եւ մարդուն պետք է սովորացներ, մարդուն պետք է հասցներ մտեղ, որ մարդը կարողանար ղեկավարել Աստծո ստեղծագործությունը, եւ որ Ադամն ու Եվան ստեղծվում են Աստված ստեղծագործության ամեն ինչը բերում է Ադամի ոտքերի առաջ, եւ Ադամին ասում է Ադամ դու սրանց համար անուն որոշիր, այսինքն Աստված տալիս է ինչ, տալիս է կյանքի գիծը դրանց համար, դրանք պատրաստված էին, որ Աստծո ստեղծագործությունը ղեկավարեին, այսօր հոգևոր ղեկավարությունը Աստված Հիսուս Քրիստոսի հարություն առած զորությունով տալիս է ումին, տալիս է եկեղեցուն, այն մարդիկը, որ պատրաստ են ինչ անեն, պատրաստ են հոգով զորացած, կարողանան փոխանցեն Աստծո գործը, Աստծո նպատակը, եւ Աստծո ամենաբարձր նպատակը սա է, որ մենք կարողանանք ազատագրենք, մենք կարողանանք մարդկանց բժշկենք, մենք կարողանանք գնանք եւ դևեր արձակենք, եւ այս մեր առաքելությունն է, Աստված արդեն այս ամեն բանը պատրաստել է մեզ համար եւ ինքը խոստացել է, որ ես ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը։ Արդյոք մենք պատրաստ ենք Աստծո գործն անենք թե ոչ։ Եթե Աստծո գործը մեր համար հետաքրքիր է, պետք է գնանք Աստծո ներկայության մեջ, Տեր ինձի տուր զորություն, Տեր ինձի տուր հասկացողություն։ Երբեմն Աստծո խոսքը կարդում ենք, չենք իմանում ինչ ենք կարդում։ Երբեմն խոսում ենք, չենք իմանում ինչ ենք խոսում, բայց երբ որ Աստծո հոգին գալիս է, մեզի առաջնորդում է Աստծո խոսքը մեր մեջ հասկանալի է դառնում եւ կարողանում ենք հասկանալ մենք որտեղ ենք կանգնած։ Աստծո հոգին փչվում է Ադամի վրա եւ Հիսուս Քրիստոսը, որովհետեւ մարդը նորեն պետք է ստեղծագործության մեջ մի նոր արարած լիներ, Հիսուս Քրիստոսը փչում է իր հոգին։ Եվ շատ հետաքրքիր է, մատ ամենակարևոր Պոինտերից, որ Հիսուս Քրիստոսը ինքը Աստված էր, այս էր որ փչավ մարդկանց վրա։ Հենց զորությունը, որ Աստված Ադամի քիթի մեջ փչավ, հենց զորությունը Հիսուս Քրիստոսը իր հոգով փչում է մարդկանց վրա։ Պատրաստ եք այսօր Հիսուս Քրիստոսի զորությունը վերցնեք թե չէ։ Ինչպես առաջին ստեղծագործության ժամանակ Աստված կյանք տվեց մարդուն, այնպես էլ այստեղ հարություն առած Քրիստոսը նոր կյանք է տալիս, նոր կյանք է տալիս իր աշակերտներին։ Դա նոր ինչ է, արարչագործություն է, նոր ստեղծագործություն է հոգևոր ամեն մեկիս համար եւ նոր պատկեր է այն բանից, որ Աստված մեզ համար որոշել է։ Արդյոք պատրաստ ես թե ոչ։ Պողոսն էլ ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Տեսեք, Պողոսն ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, չի ասում, որ ամեն մարդը նոր արարած են, այն որ Հիսուսի մեջ է, նոր մարդ է։ Եվ ինչ են, հներն անթեր են եւ ահա ամեն բան ինչ է եղել, ահա ամեն բան նոր է եղել։ Ամենավտանգավոր բանը հավատացյալների համար սա է։ Ինչ հին բան կա մեր մեջ, որ մեզ հետ ապրում է։ Արդյոք պատրաստ ենք այդ հին բաների համար Աստծուց ներողություն խնդրենք։ Ինչու եմ ասում հին բաների համար պետք է ներողություն խնդրենք։ Ապաշխարությունը ունի քանի հատ ստեր։ Ապաշխարությունը սա է, որ ես չընդունեմ այդ սովորությունները, որ մնացել են կյանքիս մեջ։ Ես չվարվեմ այդ սովորությունների հետ, որ իմ կյանքիս մեջ է, եւ ժամ չանցկացնեմ այդ սովորությունների հետ։ Եվ Աստծո հետ մոտենալով մտերմություն ունենամ եւ կարողանամ ինչ անեմ, կարողանամ իմ էությունը ստամ Աստծո ձեռքերի մեջ։ Աստված, ես այս բաների մեջ մեղավոր եմ գտնվում, սրբագործիր ինձի։ Եվ Աստծո զորությունը Հիսուս Քրիստոսի արյան հովանավորության միջոցով քանդում է մեզի եւ ազատագրում է ամեն մեղքից։ Եվ մենք դառնում ենք նոր արարած։ Արդյոք մենք նոր մարդիկ ենք Հիսուսի մեջ թե ոչ։ Երբեմն մարդիկ գալիս են եկեղեցի, տարիներ անցնում է, հենց այդ մարդն են, որ առաջի օր եկել են։ Ոչ մի բան չի փոխվում նրանց մեջ։ Քարոզիչը ժամ է անցկացնում, աղոթում է,
Սուրբ Գիրքի ընթերցումը իրար հետ անցածում են, բայց ոչ մի բան իրանց կյանքի մեջ չի փոխվում։ Գիտեք ինչու, որտեղ 5 հատ վարորդ նստած են եւ մեր թաքսին ինչ են անում, վարում են։ Չեն իրավունք տալի, որ ես ինքս հեգս առնեմ իմ ձեռքերից մեջ։ Եվ դրա համար մենք չենք կարողանում ազատագրվենք։ Եվ Պողոս առաքյալը բանի Գաղաթացից 5-րդ գլխի մեջ շատ բարձ խոսում է մեղքերի զանազան բաները։ Ես մի օր Պարսկաստանում եւ որ ժողով ունեինք աշակերտներին ասացի, որ մա թուղթ դրեք եւ սկսեք մեղքեր գրել։ Տեսնենք քանի ձևի մեղք գրենք։ Եվ սկսեցին գրել։ Եվ զարմանալի էր մոտ 120 ձևի մեղք Երևան եկավ։ 120 թվի մեղ Երևան եկավ, կարող եք մա թուղթ վերցրեք ձեր կյանքի մեջ եւ ինչ որ կարող է մեղ լինի, սկսեք թուղթի վրա գրել։ Եվ կտեսնեք, որ մարդը ինչերի կապակցություններ ունի։ Ինչ բաներ կա, որ որպեսի հուկ կապում է մզի խավարի հետ։ Եվ Հիսուս Քրիստոսը չի եկել, որ մենք ապրենք ինչի նման, ապրենք սլեյվի նման։ Հիսուս Քրիստոսը եկել է, որ մենք ազատ ապրենք։ Ազատությունը շատ կարևոր բան է եւ դրա պատճառով Հիսուսը իր կյանքը խաչի վրա տվեց, որ մենք ազատ լինենք։ Եվ ես ազատ եմ, ամեն։ Ասեք, ես ազատ եմ։ Հալելույա, ես ազատ եմ։ Ասեք եւ արտահայտեք։ Դուք եթե չեք կարողանում ազատագրվել, պատճառը սա է, որ դուք չեք ասում։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ ասում է, Բերանի խոսքի մեջ ինչ կա։ Զորություն կա, սկսի խոսալ։ Ես ազատ եմ սուտից, ես ազատ եմ մեղքից, ես ազատ եմ ինքնասիրությունից, հպարտությունից, ինչ որ կարծում ես քո մեջ կա։ Եվ Սուրբ Օքին կհայտնաբերի այն բաները, որ թաքնված են, պահկված են, եւ այն ժամանակ կարող է դրանց մասին էլ Աստծո հետ խոսալ։ Այս տեսարանը, որ Հիսուսը պատրաստում է իր հոգու փչելու միջոցով, ուղղակի եթե մենք նայենք Եզեկիելի 37-րդ գլխի մեջ, այնտեղ էլ Աստված ինչ անում, շունչ է տալի, ինչին մեռած ոսկորներին, չորացած ոսկորներին, Եզեկիելի 37-րդ գլխի մեջ ասում է, մարգարացի եւ հոգին գալիս է եւ այդ ոսկորները կենթանի են դառնում եւ դառնում են մի մեծ զորք, մի մեծ հոգեվոր զորք։ Եվ այսօր մենք էլ այդպեսի անձնավորություններ ենք։ Թողեք, որ Սուրբ Հոգու քամին Հիսուսի հարություն առած զորությունով ներս մտնի ամեն մեկիս կյանքի մեջ։ Եվ այն ժամանակ կտեսնենք, որ ինչքան հաղթական կյանք ունենք։ Ամեն։ Հայտարարեք այն բանը, որ Աստծո հակառակ մեր կյանքի մեջ գործվում է եւ ազատվեք այդ բաներից։ Եվ այդ հայտարարությունը ձեզ կազատի, որտեղ դուք ասում եք այն բանը, որ Աստված չի սիրում եւ խոստովանում եք այդ ամեն բաները։ Եվ Աստված ինչ անում։ Աստված հավատարիմ է եւ մաքրում է ամեն մի բանը, ամեն մի մեղքը, որ մեր մեջ է։ Նույն կերպով Հիսուսը աշակերտներին ինչ անում, որոնք որ վախեցած վիճակի մեջ էին, որոնք նրանք որ ինչին մահից էին վախենում, որոնք որ պետք ունեին կենթանանային եւ պետք ունեին, որ պատրաստվեն ծառայության համար։ Այս ամեն գործողությունը ցույց է տալիս Հիսուսի մտերմությունը իր ժողովրդի հետ։ Հալելույա։ Ինչքան Հիսուսի հետ մտերիմ եք։ Ինչքան Հիսուսի հետ մտերիմ եք։ Մտերմությունը լավ բան է, չէ՞։ Աստծո խոսքը երկուսը մեկից ավելի լավ են, երկու հոգին մի հոգուց ավելի լավ են։ Եվ ամենալավ հոգին, որ կարող է մեզ հետ լինի եւ մեզ հետ ապրի, Հիսուս Քրիստոս Աստծո որդին է։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Նա մտերիմ անձնավորություն է եւ գալիս է, որ մտերմությունը մեզ հետ շատացնի։ Նա պարզապես հրաման չի տալի մարդկանց, այլ իր կյանքը ինչ անում, փոխանցում է ամեն մեկիս համար։ Եվ որ փչում է Հիսուս Քրիստոսը, իր կյանքն է փչում, իր էությունն է փչում եւ մենք կարողանում ենք այդ կենթանի մարդիկ լինեն, որ Աստված ուզում է։ Երրորդ կետը եւ ասած Հիսուսի խոսքը միշտ իշխանություն ունի, ամեն։ Վստահ եք, որ Հիսուսի խոսքը մեր վրա իշխանություն ունի։ Ուրեմն հայտարարեք,
Եվ որ դուք աղոթքի եք կանգնում, հայտարարեք այդ բանը, որ Հիսուս Քրիստոսն է ասել։ Ինչու ենք մենք աղոթքի մեջ ասում Հիսուս Քրիստոսի անունով։ Այսինքն ինչ որ Հիսուս Քրիստոսն ասել է, հենց այդ զորությունով, հենց այդ մտքով ես ինչ եմ անում, այս բանը աղոթում եմ։ Եվ այն ժամանակ կտեսնեք, որ Աստծո գործը սկսում է կատարյալ դեր մեջ գործել եւ քանդում է այդ ամեն բաները, որ Աստված չի ուզում։ Հիսուսի խոսքերը միշտ իշխանություն ունի։ Աստվածաշնչում տեսնում ենք, որ երբ Հիսուսը խոսում է, նրա խոսքը իրականություն է դառնում։ Դուք արեք Սուրբ Գրքի մեջ նայեք, նոր ուխտի մեջ։ Հիսուս Քրիստոսը ինչ որ խոսում էր, լինում էր։ Ամեն։ Հավատում եք։ Այսօր մենք պետք ունենք այդ բանին։ Եվ սկսեք խոսալ, Տեր Հիսուս, քո զորությունով եմ խոսում։ Իմ վրա քո զորությունով եմ խոսում։ Ես եթե տխուր եմ, քո զորությունով ես տխրության հոգուն ոտքերից տակ եմ բերում։ Եթե անխաղաղ եմ, Հիսուս Քրիստոս քո անունից զորություն հայտարարում եմ։ Իմ անխաղաղ հոգիս այսօր ուրախություն տուր։ Եթե տարիները որ դուք տխրության մեջ ապրում եք, անհույս վիճակի մեջ եք գնում առաջ, Հիսուսի համար ոչ մեկ գործ չունի։ Մեկ ընթացքում ամեն ինչ կանի, կմաքրի եւ գլվանա։ Պետք է մենք ընդունենք Հիսուսի արած գործը ամբողջովին մեր կյանքի մեջ։ Հիսուսը երբ խոսում էր, կատարվում էր։ Ասում էր եւ լինում էր։ Ամեն։ Նա փոթորիկին հրամայում է։ Լրիր, հանդարտվիր եւ քամին դադարում է։ Մարկոսի 4:39 համարը։ Քամին եկել էր եւ ալիքները գալիս էր, աշակերտները վախի մեջ էին եւ Հիսուս Քրիստոսը հրամայում է եւ դադարվում է։ Դադարվում է։ Հավատում ենք Հիսուս Քրիստոսի զորությունը թե ոչ։ Հալելույա։ Ոմանք ասում են մենք պատած շատ ծայրահեղությունով ենք մոտենում եւ չգիտեմ մենք պետք է Աստծո խոսքին կամ այո ասենք կամ ոչ։ Եթե Աստծո խոսքը զորություն է, մենք այդ զորությունից պետք է օգտագործենք։ Տարիներ առաջ մենք աշխատանքից տեղ էինք գնում, տուն էինք գնում ներողություն, տուն էինք գնում, ուժեղ անձրև բռնավ, շատ ուժեղ։ Եվ զոնտիկ չունեի ինձ այդ։ Մատ ընկեր ունեի անհավատ էր իմ կողքին նստած էր։ Իրան ասացի նայ, ես պետք է հրամայեմ այս անձրևը կանգնի։ Եվ հրամայեցի ասի Հիսուս Քրիստոսի անունով ով անձրև, կապարի։ Անմիջապես անձրև դադարեց։ Իմ ընկերս շշմած մնացել էր, ես ինչ կատարվալ։ Ասի նա ես կգնամ տուն, դուրը կբացեմ, ներս կմտնեմ եւ էլի նորեն կհայտարարեմ եւ ամպերը նորցեն անձրև կուղարկեն։ Եւ երբ որ գնացի տուն, հայտարարեցի ասի Հիսուսի անունով նորեն անձրև եկիր, նորեն անձրև արի եւ անմիջապես անձրև նորեն սկսեց։ Ընկերս եմ յոսոր ապաշխարավ։ Եվ իր ընտանիքով հիմա Հիսուսին են ծառայում։ Այդ զորությունը զարմանալի է, չէ՞։ Կարող եմ ես երեխայի նման վարվեմ եւ հայտարարեմ Հիսուս Քրիստոսի զորությունը։ Օգտվեք այդ բանը։ Ես շատերին ասում եմ, կարող դուք $1 միլիոն փող ունենաք ձեր գրպանի մեջ եւ ակադի նման ապրեք։ Չօգտվեք այդ փողից։ Այդ փողը այն ժամանակ օգուտ կունենա ձեզ համար կամ գործ կանի ձեզ համար, որ դուք այդ փողից օգտագործեք։ Եվ որ չեք օգտագործում, փողի արժեքն էլ չեք կարողանում հասկանալ։ Եվ Աստծո գործն էլ այդպեսի է։ Եվ որ զորությունը կա, թող զորությունը գործենք։ Եթե հիվանդություն կա, խոսանք այդ հիվանդության վրա։ Եթե անհաջողություն կա, խոսանք այդ անհաջողության վրա։ Հրամայենք այդ անհաջողության։ Հրամայենք դևային աշխարհի հարցակումը մեր կյանքի մեջ։ Խեղճերի նման ենք։ Այ այսօր սենց է լավ։ Այ այնոս ես շատերին եմ ասում, արդյոք Աստված զորություն ունի թե սատանան։ Դժբախտաբար սատանային դարձրել են ամենակալ սատանան, այսինքն ամեն տեղին կկա։ Սատանան ամենտեղ չկա, հավատացյալներ, սատանան ամենտեղ չկա։ Սատանան մենակ փալս է ուղարկում։ Մի պատգամ է ուղարկում։ Այդ պատգամը թռչունների նման մեր գլխի վերև պտտում են։ Հանգուցյալ եղբայր Լևոնն այսպես էր ասում։ Ասում էր ցանկությունները եւ հանցանքները թռչունի նման են։ Մեր գլխի վրա պտտում են։ Բայց իրավունք չտակ որ տան նստեն քո գլխի վրա։
Եվ որ նստեցին քո գլխի դրա, արդեն բուն կդնեն։ Ուրեմն սատանան այդպեսի մի դեր ունի, ուղարկում է, որ մեզի համոզացնի, որ ինքը Աստված է։ Եվ որ մենք ընդունում ենք սատանան ամենտեղ կա, այսինքն Աստված է։ Եվ Աստծո խոսքի մեջ ասում է, դու ոչ մի Աստծո տեղ չտնես, ոչ մի բան Աստված չսարքես։ Ոչ մի բան իրավունք չունի քո համար Աստված լինի։ Երեխա, փողը, տունը, չգիտեմ, սովորությունները, գիտությունը, սիրունությունը, մեքենան, այդ ամեն բաները չեն կարող Աստծո տեղը բռնել։ Մենակ Աստվածն է եւ մենք պետք է օգտագործենք այդ զորությունից, որտեղ Աստվածը Սուրբ Հոգով մեր մեջ ներկա է։ Ամեն։ Քանի ժամանակ է որ դուք չեք օգտագործի այդ զորությունից, որ ձեր մեջ է։ Օգտագործեք։ Ես աշխատում եմ ամեն օր օգտագործեմ այդ զորությունը, որ իմ մեջ է։ Եվ այդ զորության հարգենք։ Հարգեք այդ զորության։ Ինչպես եք հարգում, օգտվելով նրան։ Պարսկերենով մատ առակ ունենք, ասում են, եթե դուք երկաթի չօգտագործեք, այդ երկաթը ինչ է լինում, փթում է։ Ինչքան շատ ես օգտագործում այդ երկաթը, ավելի փայլուն է, կամ այդ դանակը, որ դուք չօգտագործեք, շուտով միջից գնում է, փթում է, բայց ինչքան օգտագործում եք այդ դանակը մնում է։ Աստծո զորությունը, որ օգտագործում ես, թույլ ես տալի, որ զորությունը վերևից սկսի գալ եւ օծի քեզի, որ կարողանաս գործես։ Հալելույա։ Չեք զարմանում, որ մենք այս զորությունն ունենք։ Զարմանալի չի, Հիսուսն արդեն արել է այդ ամեն բանը։ Հիսուսը կանչեց մեռած Ղազարոսի գերեզմանի վրա։ Ղազարոս, դուրս արի։ Եվ մահացածը դուրս եկավ, արդեն 4 օրվա մահացած էր։ Գերեզմանից դուրս եկավ, Հովհաննես ավետարան 11-րդ գլուխ 43-ից 44։ Հիսուսը հրամայեց Ղազարոսին, մեռած Ղազարոսին։ Այսօր կարող է հրամայի մեռած օնիկին։ Այսօր կարող է հրամայի ամեն մեռած հավատացյալին, որ իր հավատքը արդեն ինչ է, մարել է։ Եվ թողեք այդ զորությունը մեր միջոցով, մեր բերանի զորությունով հայտարարի եւ մենք կարողանանք մի նոր հարություն ստանալ, մի նոր վերստին ծնունդ ստանանք Հիսուս Քրիստոսից։ Հիսուսի խոսքը, զորությունը, Հիսուսի արածը, զորությունը ամեն մեկիս համար։ Նրա խոսքը մաքրում է, նրա խոսքը սրբում է եւ նրա խոսքը կյանք է տալի։ Ամեն։ Հալելույա։ Հիսուսը եւ որ խոսում է դուք մաքուր եք, եւ որ խոսում է որ ձեր մեղքերը, ձեր հանցանքները ջնջվել է, եւ սատանան է որ ամեն անգամ հիշեցնում է, դու այսօր սենց ես, դու այսօր Աստված չի ներում քեզի, բայց պետք է լավ մտածելով ես համարը նայեք, Հովհաննես ավետարանը 15-րդ գլուխ 3-րդ համարը, դուք արդեն մաքուր եք այն խոսքի պատճառով, որ ձեզ ասեցի, այդ խոսքը, որ Հիսուս Քրիստոսն է ասում, դրա պատճառով մենք մաքուր ենք, ոչ մեր գործերով, ոչ մեր շնորհքով, ոչ մեր իմաստությունով եւ մեր շնորհքներով, որ ունենք, այլ միայն Աստծո շնորհքով եւ իր խոսքով։ Մենք այսօր մաքուր ենք, ամեն։ Թողնենք, որ Հիսուսի խոսքը մեր մեջ ապրի։ Հիսուսի խոսքի հետ սկսենք վարվել։ Հիսուսի խոսքը մեր մեջ կյանք է տալի, կյանքի ծառը ծլում է մեր կյանքի մեջ եւ կարողանում ենք ազատագրված ապրենք։ Հիսուսի աղոթքը ամեն մեկիս համար ինչքան զարմանալի է։ Հիսուսը մեզ համար աղոթել է, ամեն մեկիս համար։ Կարող եք գնալ Հովհաննես 17-րդ գլուխը կարդալ։ Հիսուսը ամեն մեկիս համար աղոթում է։ Տեսեք ինչ է աղոթում Հիսուսը մեզ համար։ Հորից էս է խնդրում։ Հովհաննես ավետարան, ուրեմն 17-րդ գլուխ 17-րդ համար։ Սրբացրու նրանց ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Տեսեք, ելը խոսքի մասին է խոսում։ Հիսուս Քրիստոսը խոսում է հոր հետ, որ մեզ սրբագործի իր խոսքի միջոցով։ Ինչքան ենք Աստծո խոսքի հետ ապրում ենք, ինչքան ենք թույլ տալի, որ Աստծո խոսքը տեղ բացի մեր սրտերին։
Այստեղ Հիսուսը միավորում է երկու կարևոր բան՝ իր շունչը եւ իր խոսքը։ Արտաքին նշանը հաստատում է ներքինը, եւ որ փչում է մի արտաքին մի բան է կատարվում, իր հոգին փչում է, բայց մեր մեջ ներքին մի բան է կատարվում, հոգևոր իրականություն է կատարվում ամեն մեկիս մեջ, եւ Հիսուսի շունչը այսօր մենք պետք ունենք, որ մեր վրա փչվի։ Չորրորդ մասը իմ քարոզինս, ընդունեք Սուրբ Հոգուն։ Եվ որ Հիսուսը փչում է աշակերտների վրա, ասում է ընդունեք Սուրբ Հոգուն։ Այս պահին իրական փոխանցում է տեղի ունենում։ Հիսուսը կատարում է իր ավելի վաղ տված խոստումը։ Նախկինում Հիսուսը այդ խոստումը տվել էր, նախ որ այս օրը պատահեր։ Հովհաննեսի 14-րդ գլուխ 16 եւ 17։ Նա ձեզ հետ է բնակվում եւ ձեր մեջ պետք է լինի։ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է։ Հիսուսը նախ այդ օրը այս բանը արդեն խոստացել էր, որ Սուրբ Հոգին մեր մեջ կատարի այն բանը, որ ինքն է ուզում։ Եվ որ ասում է մենք մկրտվում ենք Հիսուս Քրիստոսի զորությունով եւ Սուրբ Հոգով մկրտվում ենք, բայց այստեղ նայում ենք Հիսուսը փչում է իր հոգին։ Սուրբ Հոգուն ասում է ստացեք։ Նա տարբեր այս բանը որ կատարվում է, այս տարբեր մի բան է Պենտեկոստեի օրվա այդ զորության հետ։ Տարբեր մի բան է։ Այստեղ աշակերտները ստանում են Սուրբ Հոգու անձնական բնակչությունը, անձնական բնակությունը, իսկ Պենտեկոստեին ստանում են ծառայության համար այդ զորությունը, որ անհրաժեշտ էր ընդունելը եւ աշակերտները պետք է այդ զորությունը ունենային։ Ուրեմն Հիսուսը եւ որ փչում է, առաքյալները ընդունում են Սուրբ Հոգուն, իրանց ներքին աշխարհը միավորվում են ունի այդ Սուրբ Հոգու հետ բաց Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին նրանց մկրտում է զորությունով, որտեղ պետք ունեին։ Հալելույա։ Հալելույա։ Այս ամեն բաները, որ մենք խոսացինք, հաստատում են նոր ուխտի իրականացումը, որի մասին մարգարացել էր ով Երեմիան։ Երեմիա մարգարեն խոսում էր սրա մասին։ Երեմիայի 31-րդ գլուխ 33-րդ համարը, որ այսպես է ասում, Պողոսն էլ է ասում նրա մասին, եւ Երեմիան տեսեք ինչ է ասում։ Այլ սա է այս ուխտը, որ պետք է կապեմ Իսրայելի տան հետ, այն օրից հետո, ասում է Տերը, իմ օրենքը պետք է դնեմ նրանց ներսում եւ նրանց սրտի վրա պետք է գրեմ այն եւ ես պետք է լինեմ նրանց Աստվածը եւ նրանք պետք է լինեն իմ ժողովուրդը։ Ինչքան զարմանալի է Աստծո բոլոր ներկայությունը, էությունը եւ ամեն պատվիրանքները գալիս է բնակվում է մարդկանց սրտի մեջ եւ Հիսուսը փչելով այդ բանը կատարում է։ Եվ զարմանալի եւ վախենալի։ Վախենալի մի հատ համար է։ Ավելի շուտ ասեմ շատ լուրջ համար է։ Չասեմ վախենալի, որտեղ Աստծո խոսքի համարները վախենալի չեն։ Մեզ զգուշացնում է։ Եվ Պողոս առաքյալը Հռոմեացիների 8-րդ գլուխի 9-րդ համարն այսպես ասում է. եթե մեկը չունի Քրիստոսի հոգին, լավ նայենք, ասում է, եթե մեկը չունի Քրիստոսի հոգին, նա նրան չի պատկանում։ Այսօր աշխարհի ժողովուրդ շատ են ասում մենք քրիստոնյա ենք, բայց արդյոք Հիսուսի հոգին իրանց մեջ ապրում է։ Հիսուսի հոգին, եթե մեր մեջ ապրում է, մենք ում ենք փառավորում։ Ում ենք փառավորում։ Չեք իմանում Աստծո խոսքը։ Եթե Հիսուսի հոգին մեր մեջ ապրում է, մենք փառավորում ենք Հոր։ Մեր Հորը, որ երկնքումն է։ Ամեն։ Եվ եթե Սուրբ Հոգին մեր մեջ է ապրում, մենք ում ենք փառավորում։ Հիսուս Քրիստոսին ենք փառավորում։ Տեսեք ինչքան կարևոր է, եթե մենք այդ հոգին, որ Սուրբ Հոգին լինի, մեր մեջ չապրի, մենք ոչ Հայր Աստծուն ենք փառավորում, ոչ Հիսուս Քրիստոսին ենք փառավորում։ Այսինքն մենք մնաց մտածելակերպ ունենք։
Եվ որ ասում ենք Աստծուն փառավորում ենք, Աստծո glorify-ը մեր միջոցով կատարվում է ինչի միջոցով։ Այդ բաներով որ Աստված ասել է եւ մեր կյանքի մեջ պատահել է։ Եվ մենք ամեն օր այդ բանը որ Աստված անում է դրանով ապրում ենք։ Եթե չենք ապրում դրանով, պետք ունենք ապաշխարելու։ Պետք ունենք լուրջ մոտեցում, որ կարողանանք ազատագրվենք այդ ամեն այդ բաներից, որ մեր կյանքի մեջ կա։ Սուրբ Հոգին բերում է ամեն բանը վերածնվելու միջոցով, վերստին ծնունդի միջոցով։ Տիտոսի 3:5 համար տեսեք ինչ ասում։ Ոչ թե այն արդարության գործերի համար, որ մենք արել էինք, այլ իր ողորմության համաձայն փրկեց մեզ։ Վերածնության լվացմամբ եւ Սուրբ Հոգու նորոգությամբ։ Տիտոսի 3:5 համարը։ Սուրբ Հոգու նորոգությամբ։ Սուրբ Հոգին գալիս է որ մենք նորոգված մարդիկ լինենք եւ Հիսուսը փչում է որ մենք նորոգված մարդիկ լինենք։ Սուրբ Հոգին եւ որ գալիս է, ապրում է մեր մեջ, որդի լինելը մեր մեջ կատարվում է, վստահում ենք որ մենք Աստծո որդիներ ենք։ Հռոմեացի 8:10 եւ 16 ասում որովհետև դուք չստացաք ծառայության հոգի դարձյալ վախենալու համար վախկոտները այս մեր եկեղեցում չգիտեմ ով են վախկոտներն իմանան մենք Հիսուս Քրիստոսի հոգով ապրում ենք ոչ մի բան մեր մեջ չի վախացնում մեզի ամեն եթե վախկոտ եք այսօր ասեք Ես էլ չեմ վախենում, որտեղ Հիսուսի հոգին իմ մեջ է։ Ծառայության հոգին մեր վրա չի, որ մենք վախենանք, այլ ստացակ որդեգրության հոգին, այսինքն Աստված մեզի ադապտ արել։ Մենք ադապտարած ենք։ Ամեն։ Մենք ադապտարած ենք։ Եկեղեցին օրֆնեջ է։ Մենք եկել ենք ստե, բայց մեր հայրը երկնքումն է։ Բայց Աստված իր հոգով եկեղեցում մեզ ինչ անում։ Եկեղեցում մեզ ինչ անում հովանավորում է։ Ասում որդեգրության հոգին, որով աղաղակում ենք, ապա հայր, աղաղակում ենք։ Ինչ ժամանակ ենք մեր կյանքի մեջ ինչ ժամանակ է պատահի, որ մենք աղաղակենք եւ մեր հորը կանչենք։ Այն ժամանակ որ վտանգ կա, այն ժամանակ որ վախ կա, այն ժամանակ որ դժվարություն կա։ Այն ժամանակ որ մեր կյանքի որոշումների խնդիրն է եւ հիմա ամեն հավատացյալի համար մեր երկնավոր հայրը պատրաստ է լսելու մենք կարող ենք ասենք ապա հայր օգնիր ինձի ապա հայր փրկիր ինձի ապա հայր ուրախությունս հետ տուր կորցրած հույսս ինձի հետ տուր եւ հայր Աստվածը կանի այդ ամենը Հովհաննեսի 20-րդ գլուխ 23-րդ համարի մեջ Հիսուսը ինչ ասում Եթե մեկի մեղքը թողնեք նրանց թողված կլինեն եւ եթե մեկին պահենք նրանց համար պահված կլինի Ինչու համար հավատացյալները երբեմն օտար հավատացյալներին չեն ներում եւ այդ մարդը Հենց այդ սխալների մեջ առաջ է գնում։ Ինչու համար, որտեղ մենք չենք ներել նրանց։ Աստծո հոգին, եթե մեր մեջ է, Աստծո հոգին ողորմության հոգի է։ Աստծո հոգին ապրում է, որ մենք կարողանանք ինչ անենք, ողորմություն ուղարկենք։ Ներենք մենք մարդկանց։ Չմտածենք, որ դրանք ինչքան վատ մարդիկ են։ Մենք էլ վատ էինք։ Եվ հիմա Սուրբ Հոգու միջոցով այդ վատությունը պետք է վերացվի, եւ մենք կարողանանք ներողամիտ լինենք եւ մարդկանց ազատագրենք։ Այսօր մենք պետք է այդ գործն անենք։ Հավատացյալ մարդիկ ոչ մի հոգու չպետք է իրանց սրտերում բանդարկված պահեն։ Քանի հոգի կա ձեր սրտերի մեջ, որ դուք բանդարկել եք։ Դուրը բացեք, այսօր այդ ժամանակն է, որ դուրը բացեք։ Այդ բանալին չգիտեմ որտեղ գցել։ Գնացեք այդ բալանին փնտրեք։ Այդ բալանիով այդ բանդի դուրը ձեր սրտինը բացեք։ Եվ այդ ամեն մարդկանց, որ ձեր մեջ ապրում են, Եվ ձեզի խանգարում են Հիսուսի անունով իրանց դուրս ուղարկեք։
Կարևոր չի որ ինչ մեկ են գործել դες հետ։ Ազատեք դրանց։ Եվ կտեսնեք, եւ որ ազատում եք, դուք եք ազատվում։ Հալելույա։ Եվ որ ազատվում եք, այն ժամանակ կարողանում եք պիտանի լինեք Աստծո գործի համար, որտեղ ձեր ղեկավարությունը, ձեր մեքենայի ղեկավարությունը պետք է Սուրբ Հոգին տանի ձեզի։ Թաքսու վարորդները չեն կարող 5 հոգի նստեն մատ մեքենայի մեջ եւ ուզենան աշխատանք ունենան։ Թողնենք որ Աստված ղեկավարի մեր սիրտը, մեր հոգին։ Եվ հետագայում ծառայության հոգին թափավ աշակերտների վրա։ Գործարակելոս 44 գլուխ 31-րդ համարը։ Ասում է երբ աղոթեցին, շարժվեց այնտեղը, որտեղ հավաքված են եւ բոլորը լսվեցին Սուրբ Հոգով ու Աստծո խոսքը համարձակությամբ ինչ էին անում, համարձակությամբ խոսում էին նրա մասին։ Աստծո հոգին եւ որ գալիս է, մենք կարողանում ենք քանդենք սատանայի ամբողջ գործերը, ներում ենք մարդկանց, ողորմություն ենք ուղարկում եւ այդ ժամանակ Աստծո հոգին սկսում է մեզ հետ գործել։ Հիսուսն ասում է ընդունեցեք, այսինքն այդ հոգուն մենք պետք է ընդունենք։ Թեև Սուրբ Հոգին Աստծո պարգևն է, մարդ պետք է ինչ անի, հավատքով ընդունի, հավատքով ընդունի Սուրբ Հոգուն։ Ամեն օր ապավինի Սուրբ Հոգուն։ Ինչպես Պողոսն ասում, եթե հոգով ենք ապրում, հոգով էլ կընթանանք։ Գաղատացիս 5-րդ գլուխ 25-րդ համարը։ Եթե ապրում ենք հոգով էլ գվարվենք։ Ինչ եզրակացություն ունենք այսօրվա մեր քարոզից։ Ուրեմն Հովհաննեսի 20-րդ գլուխ 22 համարը ինչը անում հրաշալի կերպով մեզի տալիս է մի քանի բան, որ այսօր մենք պետք է մեր հիշողության մեջ պահենք։ Հարություն առած եւ հաղթանակ Հիսուսը, որ փչում է իր հոգին, առաջի բանը խաղաղություն է տալի մեզի, հետո ուղարկում է որպեսի աշակերտ, ինչպես աշակերտներին ուղարկավ, եւ իր սեփական կյանքը փոխանցում է նրանց Սուրբ Հոգու միջոցով։ Սեփական կյանքն է Հիսուս Քրիստոսը տալի ամեն մեկին։ Ամեն այս բաները պատրաստում է մեզի աշխարհի գործի համար, որ այսօր մենք ապրում ենք։ Այս հատվածը մեզ սովորեցնում է, որ քրիստոնեական կյանքը ու ծառայությունը չեն սկսվում մեր ուժից, այլ սկսվում են հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա խաղաղությունը ազատում է մեր սրտերը։ Եթե ազատ չես, այսօր հայտարարի Տեր, քո խաղաղությունն եմ ուզում ազատվեմ։ Նրա խոսքերը ուղղություն է տալի մեր կյանքը։ Սուրբ Հոգին գալիս է, որ Աստծո խոսքը հայտնաբերի մեր կյանքի մեջ։ Նրա Սուրբ Հոգին, 4-րդ կետը, նրա Սուրբ Հոգին մեզ ինչ անում, ապրել է տալի եւ պատրաստում է ծառայելու, ինչպես ինքն է ցանկանում, ինչպես Աստված ցանկանում է, այդպեսի է մեզի առաջնորդում։ Խաղաղությունը, առաքինությունը եւ Սուրբ Հոգու զորությունը անբաժանելի են դառնում, եւ որ մենք Սուրբ Հոգու եւ այդ փչելը Հիսուս Քրիստոսի այդ զորությունը մենք վերցնում ենք։ Բոլորը բխում է միայն մի բանով, Հիսուս Քրիստոսի հարություն առած Հոգու միջոցով, որի շունչը մեզ համար կյանք է եւ կյանք է տալիս եւ զորացնում է ամբողջ ժողովրդին։ Հալելույա։ Ոտքի վրա կանգնենք։